Բարև ձեզ ժողովուրդ, բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ, Վայք խոշորացված համայնքի սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ, սիրելի քաղաքացիներ, ողջունում եմ բոլորիդ բուռն ծափերով եկեք իրար ողջունենք։ Ես ուզում եմ այս քարոզարշավի մի շատ կարևոր առանձնահատկության մասին խոսեմ։ Մեզ մինչև այս պահը հաջողվել է եւ հաջողում է քարոզարշավը վերածել մի յուրահատուկ տոնախմբության եւ սրա համար առաջին հերթին ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ բոլորիդ, մեր երեխաներ, իմիջայլոց, իմ կարծիքով դրա պատճառներից մեկը այն է, որ մեր երեխաները շատ ակտիվ են մեր բոլոր հանդիպումներում։ Ես չգիտեմ իհարկե դա ինչի հետևանքա, ինչի արձագանքագուց է սոցիալական ցանցերով այդ հաղորդակցության, բայց բոլոր բնակավայրերում, բոլոր համայնքներում երեխեքը շատ ակտիվ են եւ մենք երեխեքի հետ շատ ակտիվ հաղորդակցության մեջ ենք եւ եթե ես ամբողջությամբ լիարժեք այնքան ինչքան պոտենցիալը կա օգտագործեմ ժամանակը երեխեքի հետ շփվելու համար, ելույթ ունենալու համար ընդհանրապես ժամանակ չի մնա եւ սա ամենակարևոր բանն է, սա շատ խորհրդանշական է, որովհետեւ իրականում այս ընտրությունների, առաջիկա ընտրությունների ամենամեծ շահառուն երեխաներն են, որովհետեւ մեր հիմնական խնդիրը, գիտեք ինչ, ընդհանրապես պրոցեսները հետեւյալ կերպ են զարգանում։ Այնուամենայնիվ կյանքի փոփոխությունը որոշակի տրամաբանություն ունի, կյանքը փոխվում է, բայց ցանկացած կյանքի ցանկացած этаպում որոշակի իներցիա կա, որ գալիս է նախորդող շրջանից։ Ես օրինակ ինձ համար գտել եմ հարցի պատասխանը եւ Հայաստանի Հանրապետությունն էլ գտել է հարցի պատասխանը, թե ինչա պետք անել մեր կյանքը շրջադարձային կերպով փոփոխելու համար։ Եվ դրա համար վերջերս ընդունվել է Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման ռազմավարությունը, դոկտրինը, որտեղ կրթությունը ընդունվել է որպես ռազմավարությունների ռազմավարություն։